Կրճատված ֆինանսավորում, պակասող գիտնականներ և ծրագրերի խափանում։ Գիտության ճակատագիրը կանգնած է դժվար ընտրության առաջ։ 2026 թվականին Հայաստանի գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատվել է 14%-ով։ Եթե 2025 թվականին այն կազմել է համախառն ներքին արդյունքի ընդամենը 0.36%, ապա այս տարի հատկացվում է ընդամենը 34 միլիարդ դրամ, նախորդ տարվա 40 միլիարդի փոխարեն։ Սակայն դեռևս 2024 թվականին ԿԳՄՍ նախարարը հպարտորեն հայտարարում էր ֆինանսավորման բարձրացման մասին։ Գիտության ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 280%-ով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ նույնիսկ նախորդ տարվա հատկացված ֆինանսավորումը չեն կարողացել օգտագործել։ Վերջին տարիներին, այսպես ասած, բյուջեի որոշակի աճ, իբր թե ճակերտներում ասենք որոշակի աճ, որը ընդհատվեց փաստորեն այս տարի։ 26 թվականի բյուջեում մենք ունենք էական կրճատում եւ կրթության եւ գիտության ոլորտում։ Այս տարվա հատկացումները չեն բավարարում նույնիսկ նվազագույն անհրաժեշտ չափերին։ Կրթության եւ գիտության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մատնանշում է, որ ռազմավարական ծրագրի նպատակն է 2030 թվականին գիտությանը հատկացնել համախառն ներքին արդյունքի 0.75%, ինչը պահանջում է տարեկան ֆինանսավորման առնվազն կրկնակի ավելացում։ Հայաստանում ֆինանսավորումը, որը ստանում է օրինակ բարձր տեխնոլոգիաները, գիտությունը, կազմում է համախառն ներքին արդյունքի 25 թվականի տվյալներն եմ ասում 0.41%։ Նույն թիվը օրինակ Իսրայելում 4.5%։ Մինչև 7% հասավ պատերազմի ժամանակ։ Հարավային Կորեայում 4%-ից ավելին է։ Եվրամիության միջինում դա 2.5-ից 3% է։ Այսինքն համեմատած Հայաստանի հետ 10, 20, 30 անգամ ավելի բարձր ֆինանսավորում է ապահովում։ Կառույցների միավորման արդյունքում որոշ դրամաշնորհային մրցույթներ մեկնարկել են ուշ, եւ ծրագրերը ֆինանսավորվել են նախատեսվածից կարճ ժամանակով։ Նախորդ տարիների, նույնիսկ եթե ֆինանսավորման որոշակի աճ էր եղել, այդ ամբողջ ֆինանսավորումը չէին կարողացել իրականացնել։ Այսինքն ծախսել գումարները եւ դրանց առնվազն 25-30%-ը հետ էր գնացել պետական բյուջե։ Եվս մեկ պատճառ կա, թե ինչու չեն կարողացել օգտագործել ամբողջ ֆինանսավորումը։ Գիտնականների պակաս կա։ Գիտնականների թիվը վերջին 30 տարվա ընթացքում պակասել է Հայաստանում 10 անգամ։ Հասկանում եք, այսինքն այդքան հնարավորություն չկա եւ պարզ է, որ հետ են վերադարձում այդ գումարները։ Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, գիտնականների թիվն աստիճանաբար նվազել է։ Եթե 2011 թվականին ունեինք 5718 գիտնական, 2022 թվականին աշխատում է 4864-ը։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գիտության ֆինանսավորման կրճատմանը զուգահեռ 350%-ով բարձրացել է ներքին գործերի նախարարության ֆինանսավորումը։ Սա պարզ ցույց է տալիս, թե ուր է տանում իշխող վարչախմբի քաղաքականությունը։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։